Եվ խորհուրդային մարդկանց, ովքեր ծնվել են օդի տարերքի համաստեղության ներքո, երկվորյակներ, կշերքներ և ջրհոսներ, ինչ անեք, որպեսզի ձեր կյանքում լավ փոփոխություններ լինի, ծաղկեք, առաջ գնաք և այլը։ Ուրեմն սկսենք երկվորյակներից խորհուրդ։ Կշերքներից և խորհուրդ և այստեղ մի քարտ կավելացնենք, հա, երրորդ նշանին։ Ջրհոսին։ Սիրելի երկվորյակներ, ջանեք, աշխատեք և դա կտա հետագայում իր պտուղները, թե հարաբերություններում և այլ բոլոր ձեր կյանքի սֆերաներում։ Հետևեք ձեր առողջությանը, եթե դա կապված է ձեր աչքերի հետ։ Նաև որոշ տեղեր փորձեք ամեն ինչ, եթե փորձում են ինչ-որ խոչընդոտ հանդիսանալ ձեր կյանքում, փորձեք դա շրջանցել կատակով, հա, կատակ արեք, թող անցնի։ Նաև դուք կարող եք թշնամիից իմաստուն գործել թշնամուն հակառակ պրոցեսով, հա, դարձնելով ձեզ ոչ թե խոչընդոտ թշնամի, այլ գործընկեր։ Սա միշտ հիշեք, ոսկե կանոններից մեկն է։ Եվ փորձեք ջաննել, եթե հարցեր կան ոչ օրինական աշխատանքի հետ կապված, արձանեք կամ օրինականացրեք ձեր այդ գործերը և երկերեսանի մարդկանցից հեռու մնացեք, ովքեր ծնվել են կշերք համաստեղությամբ, ինչ անել, որպեսզի ձեզ մոտ հետագայում ամեն ինչ դեպի լավը գնա։ Եվ ծաղկեք, շատ լավ քարտ է արևը, ջերմություն տվեք մարդկանց, ինչպեսին կաք, այդպես ցույց տվեք ձեր արևը, հա, օպտիմիզմով նայեք կյանքին, եղեք լավատես, արևը ինչպես կարող է, հա, ջերմացնել, այնպես կարող է վառել, միգուցե հակառակն եք անում, փորձեք ջերմացնել մարդկանց, փորձեք ժպտալ, ոչ թե անընդհատ տխրել, անընդհատ լացել և այլն, այդ դեպքում ձեզ մոտ կգրավեք բավականին շատ մարդկանց։ Հաջորդ քարտերը դա ջրհոսների հետ է կապված, սիրային ուրեմն քարտը և խմիչքների հետ է կապված, հա, ջրհոսներին խորհուրդ է տալիս, ժամանակն է վեր կենալու, այն ինչ թունավորում է ձեր կյանքը կապված, այս թիթեռնիկի վրայից այն թիթեռնիկ, այն թիթեռնիկի վրայից այն, ժամանակն է ձեր կյանքում հեղափոխություն անելու, փոխելու, վատ սովորույթները մի կողմ դնելու, խմիչք, ծխախոտ, այդ ամենից ազատվելու, նոր կյանք սկսելու, ձեր կյանքի բոլոր սֆերաները փոխելու համար գլխի վայր կարող եք ազատվել այն կանանցից, ովքեր խանգարում են ձեզ, ձեր էներգիան տանելու